Այս շաբաթ իր աշխատանքները սկսեց 9-րդ գումարման ազգային ժողովը։ Բարև ձեզ, եթերում խորագիրն է, շնորհակալություն, որ հետևում եք մեզ, ես Գևորգ Էմինտերյանս եւ Ավետիք Քերոփյանը կամփոփենք անցաչափաթվա գլխավոր իրադարձությունները։ Ողջույն։ Անցաչափաթվա գլխավոր իրադարձությունը անկասկած ազգային ժողովի աշխատանքի վերսկսումն էր, որտեղ ուրեմն մենք տեսանք, թե մի քանի կարևոր բաներ, Աննախադեպ բաներ, կաթողիկոսի բացակայությունը առաջին նիստից, կաթողիկոսի բացակայությունը, որը Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ էր, եւ կալանավորված Արթուր Սարգսյանի բացակայությունը ՔՊ-ի կողմից, որ իբր մենք աշխարհիկ պետություն ենք եւ վերջապես նորից ազատագրվել են կրոնական կապանքներից, այսպես չակերտավոր։ Չնայած իրենց պարագլուխը կրոնակ եկեղեցու բարեփոխումների կամ բարենորոգման ինչ-որ հանձնաժողով ստեղծել եւ ղեկավարում, այո, չմոռանանք, բայց դե լավ կրոնական գործիչ չի Նիկոլ Փաշինյանը։ Դա երկե։ Աղանդավորական գործիչ չէ, բայց ոչ կրոնական։ Մենք տեսանք ուրեմն մի քանի բաներ, process-ներ, առաջինը երևաց ուրեմն Ռուբեն Ռուբինյանի այդ բանը, որ եկեք ընդգծենք, որ փորձենք բարեկիրթ լինենք, բան անենք, խորհրդանենք, պատշաճ խոսք ունենանք եւ այլն։ Եվ տեղում, այո, տեղում բարձանում ամբիոն եւ ոչ մեկ անգամ չմոռանանք եւ մի քանի անգամ օգտագործում է գերմամիշություն բառերը, միայն Տարոն Չախոյանը չէր, որ վիրավորական արտահայտություններ էր թույլ տալիս, այո, որ այն կապակցությամբ, որ Սամվել Կարապետյանը վերանորոգել էր ուրեմն վեհարանը եւ այնտեղ կախված է իր նկարը։ Դա ինչ որ շատ հուզում է ԿՊ-ականներին, բայց ամբողջ աշխարհում շատ ընդունված բան է, որ Մեկենասը, որը հովանավորում է ինչ-որ մի բան, անպայման ուրեմն հիշատակվում է կամ ինչ-որ բան։ Ես համոզված եմ, որ Սամվել Կարապետյանի ցանկությամբ չէ այդ նկարը կախվել վեհարանում։ Հա, դե ուղղակի համոզված եմ, ինչպես է դա եղել, բայց դա միշտ էլ եւ մեր եկեղեցում է ընդունված եղել եւ այլ եկեղեցիներում։ Ամեն դեպքում եկեղեցում չէ կախված Սամվել Կարապետյանի տիկնոջ դիմանկարը։ Իտալիայում կամ պատմություններ, որ ասենք, չգիտեմ, ինչ որ մաֆիոզներ թաղվել են եկեղեցու մեջ, որովհետեւ իրենք են կառուցել կամ նվիրաբերել այո մեծ գումարներ։ Հա, իհարկե զուգահեռ այդքան էլ ճիշտ չի, որովհետեւ Սամվել Կարապետյանը հաստատ մաֆիոզ չի, էլի, բայց դա շատ ընդունված բան է, որ մարդը, որը հովանավորում է ինչ-որ մի բան, ասենք գիրք է տպում, եկեղեցի է կառուցում, որ մարդանը պետք է ինչ-որ կերպ, այո, ինչ-որ կերպ կմեծարվում կամ հիշատակվում, այո։ Ես կարծում եմ, որ դա շատ նորմալ բան է, բայց ԿՊ-ականներին դա չափազանց հուզում է, միշտ հետապնդում այդ նկարը։ Իրականում ինձ ավելի շատ անհանգստացնում է, որ այս 9-րդ գումարման ազգային ժողովը այն կարգին հաղորդման բանի սկեչին է նման, թողներեն մեզ գնչոները եւ մարմնավաճառները բոշայի փչացած տարբերակով մենք տեսանք վիրավորական արտահայտությունները երկուս տեք, հա, տեսանք ինչպես արդեն ասացինք կաթողիկոսի բացակայությունը, տեսանք տեսնում ենք տնային կալանքի մեջ գտնվող Հայաստան դաշնքի պատգամավոր Արթուր Սարգսյանի բացակայությունը, որը ըստ իս քաղբանտարկյալ է եւ միայն քաղբանտարկյալ է, այո, որևէ այլ կերպ չի կարող բնորոշվել Արթուր Սարգսյանի ազատազրկումը, ինչպես նաեւ մնացածներինը, բայց ամեն դեպքում հետաքրքիր էր, որ այս մի շաբաթվա ընթացքում իհարկե որոշ պատգամավորներ, առաջին հերթին կուզեի նշել Նարեկ Կարապետյանին, որոշ պատգամավորներ հետաքրքիր աճ ունեցան իրենց հանրային խոսքի, հրապարակային խոսքի մեջ, բայց միևնույն ժամանակ պետք է ասենք, որ որևէ լուրջ նախաձեռնություն, որևէ լուրջ այսպես մտադրություն ազգային ժողովը բարձրացնելու, իսկապես ազգային ժողովի, իսկն ազգի ընտրյալների կամ պատգամավորների ազգանպաստ, ազգանվեր աշխատանքի չի երևում։ Շատ քիչ հազվագյուտ բացառություններով, բայց դրա հետ միասին պետք է նաև նշենք մի բան։ Հանրային հեռուստատեսությունը, հանրային հեռարձակողը
բացառությամբ ասենք ուղիղ հեռարձակումից իր սոցիալական հարթակներում լուսաբանում է բացառապես քաղ պայմանագիր կուսակցության պատգամավորի ելույթները բացառապես մեկ բան է եղել եւ FIP-ը, հանրահայտ FIP-ը, որին երբեմն նույնիսկ իրենք էլ ստուգելու կարիք ունեն, բայց ինչ որ վերլուծություններ արել 70-ից ավել հրապարակում էր եղել Facebook-յան էջում հանրային հեռարձակողի, որից ընդամենը 3-ներ վերաբերել ընդդիմությանը, որից ընդամենը մեկն էր ուղիղ խոսք պարունակել ընդդիմության ներկայացուցիչի Ես ուզում եմ այդ հետ կնկեն Չախոյանի եւ Ռուբինյանի հակասությունը։ Այդ իհարկե հա։ Դա ուրեմն քանի որ Չախոյանը չպատժվեց, ինքը չխախտ, այսինքն ոչ թե ինքը կարգա խախտել, պայմանավորվածությունա խախտել եւ բան, դա նշանակում է, որ իրենք երկուսով ստացել են տարբեր հանձնարարություններ Նիկոլ Փաշինյանից, այսինքն եւ Ռուբինյանն է ստացել։ Համ նալին խփելու, համ մեխի խփելու հանձնարարություն կա։ Դա շատ բնորոշ է Փաշինյանի քաղաքականությանը սահմանել կանոն ու անմիջապես հենց ինքը խախտում է այդ կանոնը, հենց ինքը խախտում է այդ կանոնը։ Մշտապես։ Հա, եւ ուրեմն ցույց է տալիս, որ այդպես հանգիստ չի անցնելու բանը, պարզա, որ այդ բարեկրթությանը ավելի կողմանդիմությունը, քան իշխանությունը, որովհետև իր, այսպես ասենք, լկտի բառապաշարով, ինչ որ վիրավորական ձևակերպումներով եւ այլն, մեր քաղաքական դաշտի ամենահայտնի ներկայացուցիչը Նիկոլ Փաշինյանն է։ Այսինքն, չգիտեմ, վնգստացող դատավորներ, շնաբարո, չգիտեմ, դուրս պրծողներ, բարձրնել լիզել տալ, գետներ փռել, սատկացնել, կզսնել եւ այլն, այդ հակակոռուպցիոն կոմիտեն միշտ ինչ որ լեզվաբանական բաներ է քաղաքական խոսքը եւ այլն, որակավորում, վիրավորանք չի, դա չգիտեմ ինչ չի եւ այլն, դա քաղաքական գնահատական է։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, որ ճիշտ լինի, կանխարգելման հանձնաժողովը։ Առանց նախագահ աշխատող տևական ժամանակի միջելուց ասեմ 24 թվականի դեկտեմբերից առանց նախագահի աշխատում կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կամ նույնիսկ մի քիչ էլ ավել։ Մյուս կարևոր բանն էր, որ այս խորհրդարանում ես համաձայն եմ քեզ հետ, երևում են նախերևացին լիդերները, ովքեր են այդ տանում խորհրդարանը եւ ըստ էության մենք ունենք 3 լիդեր, այսպես ընդգծված, խմբակցության ուրեմն Ռուբինյանը, ու խմբակցության ղեկավար չէ, խմբակցության ղեկավարը միայն Նարեկն է Կարապետյան, Նարեկը Կարապետյան եւ ուրեմն նաեւ Լևոն Քոչարյանը շատ այսպես ակտիվ եւ այո, Աննա Գրիգորյան չնայած ֆորմալ կերպով խմբակցության ղեկավարը, բայց երևում է որ այո Լևոնն է եւ այսպես շատ դրական տպավորություն թողեց ինձ վրա։ Դե չմոռանանք նաեւ որ մի բան Լևոն Քոչարյանը ի վերջո բերեց ազգային ժողով, այս անգամ նաեւ դա 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի նախքան առաջի սպանությունը առաջի զոհը ցայնագրություններ Նիկոլ Փաշինյանի ամբիոնից ցայնագրություններ եւ չմոռանանք նաեւ մի բան իհարկե Միշելով այդ զոհերի հիշատակը հարգելով այդ զոհերի հիշատակը բայց առաջի սպանվածը ոստիկան էր այդ մարտի 8-ի դեպքերի ժամանակ մարտի 1-ի դեպքերի ժամանակ 2008-ի Գիտես Մավետիկ ջան, եթե խոսենք մարտի 1-ի մասին, երկար խոսենք, բաներ կան, որոնք օրինակ ասենք դատական process-ում չի երևում, բայց ես այդտեղ անձամբ դա տեսել եմ։ Օրինակ ես տեսել եմ ոնց են ցուցարարները կրակում ոստիկանների վրա, բայց այդ գործի մեջ դա չի երևում։ Ու օրինակ այդ դա որ ես տեսնում եմ, ես հասկանում եմ, որ ուրեմն եւ քննիչներն են թերացել բնականաբար եւ չգիտեմ բաներն են թերացել այդ փաստահավաքումն է որ բոլոր երկու կողմից էլ այո չի աշխատել կամ
կողմնապահությունը դրսևորել կամ Դե երկու փաստավակ խմբերն էլ եւ Սամվել Նիկոյանի գլխավորած եւ Անդրանիկ Քոչարյանի ղեկավարած փաստավակ խմբերն էլ եղել են կողմնակալ, բացահայտ եւ բացարձակ կողմնակալ են եղել։ Հետևաբար այստեղ մի հատ բան առաջ գալիս, որ մենք ինչպես եւ մեր այս մոտակա պատմության, մոտ պատմության մյուս բոլոր փուլերում, այստեղ եւս մեզ ճշմարտությունը չհետաքրքրում, մեզ հետաքրքրում է մեր շահը։ Այսինքն ամեն խումբ ունի իր շահը, մի խումբը գցում է մյուսի վրա, նա է մեղավոր եւ այլն, բայց այդ պարագայում, եթե երկու հոգի անդադ իրար մեղադրում են, դա նշանակում է, որ երկու խումբներ մեղավոր են։ Այո։ Իրական այդ Իրենք ունեն մեղքի ամեն մեկը իր մեղքի իր չափը ունեն, իհարկե։ Եվ ցավալի է այն, որ մեր հասարակության մեջ չկան մարդիկ, կամ շատ քիչ են այդ մարդիկ, կամ պաշտոն չեն զբաղեցնում այդ մարդիկ, չեն երևում եւ այլն, ում հետաքրքիր է ճշմարտությունը, որտեղ իրականում քննիչին չպիտի հետաքրքրի ոչ մի պարագայում, ասենք քաղաքական շահը, դատախազին չպիտի հետաքրքրի քաղաքական շահը, բայց մենք տեսնում ենք, որ 2008 թվականի հաջորդ օրվանից այդ մարտի 2-ից սկսած մինչև այսօր բոլոր քննիչներն ու դատախազները սպասարկել են քաղաքական շահ։ Դա Իշենք որ քննչական խմբի առաջին ղեկավարը փախած է մինչև հիմա, այն որը որ մեղադրվում է պարկուշտի գրակած պարկուշտները փոխարինելու մեջ։ Չմոռանանք։ Շատ հավանական է, շատ, այսպես ասենք ճանաչելով ասենք ինչ որ քննիչների եւ այլ մանր գործերով եւ այլն, ես դա շատ նորմալ եմ համարում։ Մի մասն էլ այդ քննչական խմբի առաջ խաղացումները ստացել։ Որտեղ ասենք դրանց պետք է լավ ծառայելը ոչ թե ճշմարտությունն է, բացահայտումն է եւ այլն, այլ լավ ծառայելը քաղաքական շահ սպասարկելը, ոնց որ եղել է միշտ, նույն ձևը եղել է հիմա։ Եվ ցավոք սրտի մոտ ապագայում որևէ էական փոփոխություն չի երևում։ Ես էլ հույս ունեմ, բայց չի երևում, առայժմ չի երևում։ Այս աչքի ընկած падգամավորների մեջ ես ուզում եմ ընդգծել Մեսրոպ Մանուկյանի բանը եւ Վաղինակ Վարդանովը, չմոռանանք, Վաղինակ Վարդանովն էլ Մեսրոպն էլ շատ հասուն քաղաքական խոսքով հանդես եկան, Վաղինակին առաջին հարցը լավը չէր, շփվել եք, տեսել եք եւ այլն, ես վստահ եմ, որ դա հանձնարարված հարց է եղել, չգիտեմ ում։ Դե ըստ էության ինչ որ բոլոր նույն հարցը տալիս են։ Բայց ուրեմն, ես համաձայն եմ քեզ հետ, որտեղ ինքը շատ խոստումնալից գործիչ է, ուղղակի ինքը ռազմական գործիչ է, էլի ես չգիտեմ քաղաքական կդառնա թե չի։ Կդառնա, հուսով եմ։ Դե ես եմ հուսով, Մեսրոպ Մանուկյանն է։ Վաղոն իմ հրամանատարն էլ է եղել, այո, միջելուց ասեմ 23 թվականի երբ որ վարժական հավաքների էին գնացել, վաղոն չեմ կցնում, չէ, իմ ընկերն է վաղոն իհարկե, մեր մոտ էլ էստեղ հյուր է եղել, բայց պիտի առանձնացնենք իսկապես գոնե կային այդ հասուն քաղաքական խոսքի արգայցումները, Մեսրոպը ինձ միշտ դուր եկել, միջելուց ասեմ, Երևանի ավականիում իր սոր եւ հստակ հարցադրումներով կշռադատված, փաստարկված, եւ նա ինչու՞ չէ նաեւ ակտիվ քաղաքական եւ քաղաքացիական հասարակական դիրքորոշումով։ Ամեն դեպքում երևում է նոր խորհրդարանի այս քննարկումներից, որ օրակարգում քաղաքական բաղադրիչը քիչ է լինելու։ Կոնֆլիկտային ավելի շատ է, քան քաղաքական։ Նրա կնիկը, նրա չգիտեմ ինչ է եւ այլն, շատ երկար քննարկվեց Կոնջորյանի անձը, թե ընտրվում էր խորհրդարանի փոխնախագահ, բայց ուրեմն դա քաղաքական չի, էլի, այսինքն իհարկե այդտեղ կոռուպցիա կա ակնհայտ։ ԿՊԱ-ական ԽԾԲ էլի ստանդարտ, ասենք, խայտարակությունը, որ տեղի էր ունեցել իր եղբոր մասնակցությամբ այդ միջադեպը եւ այլն, բայց այնուամենայնիվ դա քաղաքական չի։ Իսկ քաղաքականը ցավոք սրտի պետք է ասել, որ ավելի շատ գեներացվում է, ինչ էլ որ գեներացվում է Նիկոլ Փաշինյանի կողմից։ Իսկ քաղաքականը ինչարից հենց նույն այդ հայփոստի հետ կապված է, մի քիչ թեմայից մի քիչ շեղվենք երևի, բայց ես քանի որ մասնագիտական հիվանդություն ունեմ, կառավարության նիստի օրակարգի կառավարության որոշումները մանրամասն նայում եմ, կարդում թե ինչ են բերում եւ ինչ են անցկացնում, ուրեմն այս թվականի հունիսի սկզբին կառավարություն կոչված է իր որոշումներից մեկով բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության
բյուջեից վերաբաշխում կատարեց 121 միլիոն դրամ տրամադրեցին այդ բտայի բյուջեից ներքին գործերի նախարարությանը որպես ուշադրություն հայփոստի կողմից ՆԳՆ-ին տրամադրվելիք ծառայությունների կանխավճար, փոստային ծառայությունների կանխավճար։ Այս պետական մի ձեռնարկությունը պետական կառավարման համակարգի մի մարմնին, երբ որ ծառայությունը մատուցում, իրականում դա պետք է լինի փաստացի կատարված, փաստացի մատակարարված ծառայություն, բայց կանխավճար տվեցին։ Այստեղ հարց առաջում ինչ են հենց հայփոստին կանխավճար տալիս ինչ որ մի բանի համար, որ նա դեռ չի իրականացրել, կա ինչ որ կասկածներ, որ այնտեղ հայփոստում ամեն ինչ չի լավ, բայց օգոստոսի 6-ի որոշմամբ եւս 101 միլիոն հենց նույն բնույթի, նույն բովանդակությամբ երկրորդ որոշումը, այսինքն պարզվում է, որ 2 ամսում 222 միլիոն դրամ բտայի բյուջեից, որը այնտեղ ինչ որ իր առանձին ծրագրեր ունի, հա, հայփոստի ուղիղ ֆինանսավորում չի կարող իրականացնել, բայց այսպես թաքնված ֆինանսավորում է իրականացում հայփոստի պետական բյուջեից, որը չի կարող չանհանգստացնել, հա, այստեղ հստակ ինչ որ ազդակներ կան, հստակ նախանշաններ կան, որ հայփոստում ինչ որ բան է տեղի ունենում, որը որ մեզից թաքուն է պահվում, բայց այս բյուջեից այսպես անուղղակի ֆինանսավորումը հայփոստի մի նախարարությունից մյուսին, հետո մյուսի կողմից ինչ որ ծառայությունների կանխավճարի դիմաց ծառայությունների դիմաց կանխավճար տալ, այստեղ ինչ որ մի բան հասունանում է ինձ թվում։ Եթե փորձենք այս կառույցը վերլուծել, էլես, ինչի է այդպես, ասենք ինչի է հայփոստը այսպիսի վիճակում։ Դրանից առաջ կար մի տղա, որը մրցույթով ընտրվել էր հեղափոխությունից հետո, այդ որ Էռնեկյանը վերադարձրեց հայփոստը, եւ այդ տղան ես մանուն չեմ հիշում, բայց ինքը հայփոստը շատ բան փոխեց։ Հայկ Կարապետյանը։ Հա։ Կարապետյան Հայկ, դա ես հիշում եմ, էլի։ Շատ հայփոստը էականորեն բարեփոխվեց, ինչ որ բաներ, SMS գալ, որ չգիտեմ, ծանրոց հասցել է, բան, Փոստային, դա այնտեղ իհարկե որոշակի բան արվում էր ցույց տալու համար, այսպես նույն ստանդարտով հայփոստի բոլոր բաժանմունքների վերանորոգում, նոր մեքենաներ եւ այլն, բայց ամեն դեպքում կար ինչ որ դրական տենդենս։ Հիմա մտնում ես հայփոստ, լավագույն դեպքում կտեսնես անկյունում ինչ որ մի աղբիկույտ եւ հերթեր։ Խնդիրը ո՞րն է։ Խնդիրն այն է, որ եթե մարդը դառնում է հայփոստի ղեկավար, որովհետև ինքը քնում է ազգային ժողովի փոխնախագահի հետ կամ նրա կինն է կամ չգիտեմ ինչն է, կապված է քաղաքական բարձրագույն իշխանության հետ ներկայացուցիչ չէ, դրա համար է ինքը դարձել հայփոստի ղեկավար։ Դա նշանակում է, որ այդ մարդը մոտիվացիա չունի ինչ որ բան անելու։ Իհարկե, եւ պատասխանատվության չեն կանչելու, իհարկե։ Մենակ մտածի այդ իր կապը այդ պաշտոնյայի հետ պահելու, ամուր պահելու մասին։ Այսինքն զուտ է խնդիրը։ Հիմա իր մոտիվացիան ո՞րն է, որ հայփոստը բարեփոխի, չգիտեմ, շահույթը մեծացնի, ծախսերը կրճատի, չգիտեմ, ավելի լավ կազմակերպի աշխատանքը։ Դեսա միակ օրինակը չի միջելոց, ասենք, հա, այս հանելու, քանի Հայկոն ջրանը ձիուվրը եւ Նիկոլ Փաշինյանը այդ մոտ է, ինքը գնում է, ասենք, չգիտեմ, Նիկոլ Փաշինյանի նոր տարին շնորհավորում կամ ինչ որ ԿՊ-ական ինչ որ հանդիպումների ժամանակ ժպտում է կամ սեթվեթում կամ էսի ինչ անում եւ վերջ այդ դրանով փակվում է, այսինքն երբ որ դատախազը գալիս ասում է գիտես կամ ԱԱԾ-ն գալիս ասում է որ չգիտեմ ինչ կարող չեն էլ գալիս ասում որովհետեւ գիտեն, պատասխանը գիտեն, բայց նրա բանը մոտիվացիան չկա, բայց ես հիշում եմ որ 2018 թվականին երբ իշխանությունը նոր էր փոխվել եւ շատ տեղերում ուրեմն հանրապետականներ էին ղեկավարում ինչ որ կառույցներ եւ այլն, այո համակարգից հիշում եմ որ շատ լավ էր աշխատում, ինչու որովհետեւ այդ կոնտակտը ղեկավարի հետ, բարձրագույն իշխանության հետ եւ այլն չէր եղել ու մարդիկ ու կենտրոնացել են իրենց աշխատանքի վրա։ Օրինակ ես չգիտեմ, այտենց վիճակագրական տվյալները ոնց են, բայց ես եւ իմ ճանաչած ոլորտներում, կրթության ոլորտը, չգիտեմ, ես տեսնում եմ, որ ասենք մարդիկ այսպես խոսակցական լեզվով ասեմ, վիզ դրած աշխատում են, որովհետեւ իրենց խոստացել էին, որ իրենց գնահատելու են ըստ իրենց աշխատանքի,
ու դրա համար Դե մեկն էլ ես մեկն էլ ես մտնոլորտը փոխվել է, բայց մենք չկարողացանք դա պահել, այդ հայկական թայֆայականությունը, չգիտեմ ինչ եւ եկավ հաղթեց Դե հիմա տես կառավարության կառուցվածքի ու գործունեության մասին օրենքի նախագծով արտաքին գործերի նախարարությունը պետք է վերամարվի արտաքին գործերի եւ միջազգային առևտրի նախարարության, պարզ Արարատ Միրզոյանը մնում այնտեղ նախարար, բայց կինը Գոհար Աբաջյանը զբաղված է ներդրումների աջակցման կենտրոնի տնօրենի պաշտոնը զբաղեցնելով եւ այստեղ չկա դույզնիսկ կասկած, որ կա շահերի բախում։ Հստակ շահերի բախում կա։ Այս երկու կին եւ ամուսին զբաղված են պետական համակարգում համարյա նույն գործն անելով եւ այստեղ ԽՑԲ չասես ուրիշի չասես։ Ընդհանրապես հայկական ինքնությունը երկու բանի արանքում է, էլի, ասենց երկու բևեռների միջև է, կամ մի բևեռն է միշտ ընտրվում, կամ մյուս բևեռն է ընտրվում։ Մի բևեռը այդ չարչի առևտրական բան։ Չէ, չարչի։ Առևտրականը նո չարչի ենք մենք ասում, բայց եթե խորը նայենք արի ես երկրորդ բևեռ ասեմ, հետո խորանամ այս սրա մեջ էլի։ Ուրեմն երկրորդը չափազանց հոգևորն է, այդպես ինչ որ նյութական հրաժարված եւ այլն։ Մեզ չարչին ասում ենք, որտեվ ինքը լավ է հնչում եւ բան մանր առևտուր եւ այլն, բայց առևտրականը ավելի ճշգրիտ է, որովհետեւ օրինակ ժամանակակից հայերենը աշխարհաբարը ձևավորել են առևտրականները։ Այսինքն իրենց քանի որ այսպես շփումը, չգիտեմ ինչը եւ այլն, հրաչաճառն ասում է, որ աշխարհաբարը ձևավորել են առևտրականները։ Առևտրականներից է դա սկսել տարածվել, էլի։ Որովհետեւ մի լեզու էր պետք իրար հետ հաղորդակցվելու համար, բաները, բայց այդպես լեզվական օրինաչափությունը մի քիչ ավելի այլ են, որովհետեւ ժամանակը գալիս որ լեզուն սկսում է վերափոխվել եւ այդպես հաշվարկներ կան, բայց չմտնենք էլ լեզվական։ Դու մասնագիտական խորհուրդ։ Բայց առևտրական այդ բանը շատ բնորոշ է մեզ։ Ու այս օրինակ Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը հիմնվում է հենց այդ բանի վրա, առևտրականության վրա։ Ինքը դա չերել թաքցեն, որ ասենք մեղրին պետքա, թուրքերին թող փող տան օգտվեն, չգիտեմ ինչը պետքա, թող ու այդ հիմնական հարցերը, որ 44 օրերի վերաբերել առաջանում են, դա առաջանում են նրանից, որտեղ ինքը շատ է սիրում այդ տեսությունը, որ ասենք պետքա ծախել, վարձով տալ, փող աշխատել, թանգարանը, որը փող չի բերում, պետքա փակել, եսիմ ինչ արվեստը, մշակույթը պետքա փող բերի, եսիմ ինչ բերի եւ այլն, ու այդ է որ ծնում է, օրինակ իմ մեջ այդ հարցական հարցը, որ ասենք դավաճանություն է եղել, թե կոպիտ ասած ծախել են Արցախը, թե դա գալիս է նաեւ այդ մարդուց, օրինակ եթե իր փոխարեն լիներ ինչ-որ մեկը, որ չգիտեմ, ասենք ռազմական բանով հայտնի կամ ինքը գաղափարական եւ այլն, ես գուցե այդպիսի բան չմտածեի, որ չգիտեմ, օրինակ ասենք գաղափարական եւ անփոփոխ գաղափարական, ասենք գեներալ Մանվելը ուներ բիզնեսներ, չգիտեմ, գազի կալոնկաներ, եսիմ ինչեր եւ այլն, բայց այդ մարդու ասենք պահվածքը, չգիտեմ, կերպարը եւ այլն այնպիսին է, որ ես չէի հավատա, որ ինքը ասենք թուրքերին ինչու բան է ծախել, ասենք նույնիսկ ասենք զենք, նույնիսկ ասենք չգիտեմ, ֆստանք եւ այլն, չեմ հավատա դրան, էլի, բայց այս բարեկայում դա շատ ճշմարտացի է հնչում, որտեղ մարդը միշտ ասում է, որ պետքա փող գնա, չգիտեմ, առևտուր լինի, եսիմ ինչին եւ այլն, ու ես կարծում եմ, որ օրինակ ինչի Լևոն Արոնյանին քշեցին Հայաստանից, ինչի լարեցին այդ տղան Հայաստանից, չեմպիոն տղա ունեն, գնացել է նախարարի մոտ ընդունելության, Արայք Հարությունյանը մի քանի ժամ սպասացրել է ընդունարանը, ասենք Իսկ ում Լևոն Արոնյանը մրցաշար էր հաղթում։ Հետո Մխիթար Հայրապետյանը ինչ որ բաներ խոսած, ես չգիտեմ, հիշում, իհարկե հիշում, որ իր անունով դպրոց է բացել, ես ինչ արել են։ Իհարկե ես էլ եմ շատ հստակ չեմ հիշում, աղոտ եմ հիշում, կարող ինչ որ դրվագներ մոտնամ, բայց այդ պահը, ասենք չեմպիոն է եկել քեզ քո ընդունարան, դու իրեն ժամերով հատուկ սպասացնում ես, որ ինքը, չգիտեմ, իր տեղի իմանա, իր, չգիտեմ, չափը ճանաչի։
Այսինքն դրա իմաստը ո՞րն է։ Եթե մարդը, որը Հայաստանը ներկայացնում ու Հայաստան ճանաչել է դարձնում։ Միակ սրա բացատրություններն է, որ շախմատի չեմպիոնը աշխարհի ամենաինտելեկտուալ մարդու սիմվոլն է։ Այսինքն այդ ով ամենաինտելեկտուալ մարդը։ Շախմատի չեմպիոն, շախմատ խաղացողն է ամենաինտելեկտուալը, ոչ թե ակնոց դնողը, ոչ թե չգիտեմ ինչը եւ այլն, գրադարանի վարիչը, եսի ինչեւ այլ հենց շախմատի չեմպիոնը։ Ինքը աշխարհում ընկալվում է որպես ամենաինտելեկտուալ մարդ։ Հիմա այդ ամենաինտելեկտուալ մարդը չի կարա մի ազգը, այսինքն մի իշխանություն, որը փորձում է այդ ազգին սարքի առևտրական, ասի ոչ չէ։ Իրենց աչքի փուշն է իրականում իրենք։ Վելն այդ մարդը խանգարում է։ Իրենց աչքի փուշն է։ Այսինքն այդ սիմվոլը խանգարում է։ Դրա համար ինչքան գնա, ինչքան հեռուն է, վել կասեն դե լավ։ Տենց կիսա հրի է, կիսա եսի ինչ է, դա ինչ հայ, եսի ինչ հայը մենք ենք, որ քաբաբ ենք սարքում ծախում բանը։ Այս որ փոքր է, դեռ նոր է հերագիր բաժանում Արոնյանների, որոնք այն ժամանակ դեռ Արոնով էին, իրաց տուն հերագրեր էին տանում։ Դե իրական դա ասենք չգիտեմ հպարտության բան։ Բայց Լևոնը իհարկե մեր հպարտության առարկան է։ Անկասկած բոլոր շախմատիստները, չգիտեմ, Սմբատ Լեփությանից սկսած մինչև դա իրական, ասենք պարծանք է, որ մարդիկ, չգիտեմ, մենք ունենք չեմպիոն, ասենք մեկ մաներ եկան որբան, բայց մի թիմա գնա։ Բայց մեր Հայաստանի հավաքականը դարի հավաքական է ճանաչվել, չմոռանանք։ Ես օրինակ կարծում եմ, որ դա պատահականություն չէ, էլի, որտեղ դա մտածված բան է ու միակ բացատրությունը իմ ասած բանն է, որ ուղղակի ինքը ամենաինտելեկտուալ մարդու սիմվոլն է, այդ է, դա է խանգարում իրենց։ Նու կառավարության անունների փոփոխությունից խոսեցինք, այդ առևտրի անունը, որ միջազգային առևտրը մցրել են, ընդհանրապես կարան արտաքին գործեր հանեին, թողեն միջազգային առևտրի։ Չէ, բայց այստեղ ես միտում եմ տեսնում։ Ու վաճառային որ արտաքին գործերի հերին անիցեցին, հիմա էլ ուզում են միջազգային առևտրի հերին անիցեն։ Էդ էլ կա։ Եթե չկա քաղաքականություն, կա առևտուր, որ մենք ասենք սա տալիս ենք, սա վերցնում ենք, պետք է եկեք վարձը վերցրեք, պետք է կծախենք, պետք է եսիմ ինչ կանենք եւ այլն, դա ուրեմն պետք չի ինչ արտաքին գործեր։ Արտաքին գործը ո՞րն է արտաքին գործ։ Առևտուր, առևտուրը շատ հասկանալի։ Ժամանակին Միչայելոց, երբ որ Կարեն Կարապետյանն էր վարչապետ, դեսպաններին առաջադրանք կար, հա, օգնել, աջակցել միջազգային առևտրի զարգացմանը, նույնիսկ հիշում եմ որոշ դեսպաններ փոխվեցին եւ նշանակվեցին այնպիսի մարդիկ, որոնք ունեին նաեւ ինչ որ գործարար ջիղ։ Հա, այսինքն կապեր ունեին, բան ունեին, ասենք Տողայան Վարդանի անունը տամ, որպես Ռուսաստանում դեսպան, դա իհարկե դիվանագիտական առաքելությունը մի բան, բայց նաեւ առաջադրանք ունեին այդ մարդիկ, որ պետք է աջակցել հայ գործարարներին, գտնել նոր շուկաներ եւ այլն։ Այս վերջի մի քանի տարիների նշանակումները լրիվ հակառակի մասին են, Լիլիթ Մակոնց կամ Նարեկ Մկրտչյան, չգիտեմ ինչ էր կոչվում, հա, որը գնացել էր նոր նստել էր Ադրբեջանի եւ Թուրքիայի շահերի լոբիստի հետ հայ ամերիկյան հարաբերություններ քննարկում, բայց այդտեղ մի բան աչքի է զարնում, իհարկե նոր նախարարությունների անունների մեջ, դա աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության վերանպանումն է աշխատանքի եւ բարեկեցության, ուղղակի այստեղ պետք է հասկանանք ում աշխատանքի եւ ում բարեկեցության։ Ակնհայտ է թե ում բարեկեցությունն է այս ընթացքում բարձրացել եւ բարձրանալու, հա, եւ ում աշխատանքի հաշվին։ Ոչ իրենց աշխատանքի հաշվին, էլի։ Մեր աշխատանքը եւ իրենց բարեկեցությունը։ Որ փոքր ենք Էդգար Էլբակյան կրծրել լուսահոգի, ասում էր այդ ասացվածքը մենք ճիշտ չենք հասկանում։ Ով աշխատի նա կուտի։ Ով աշխատի նա կուտի։ Այդ քո ասած բարեկեցությունն է։ Իդեպ որ ասում ես բաներ գործարար տաղան ջիղ ունեցող դեսպանները, ես մի անգամ խմում էի մի դեսպանի հետ, որ կարծեմ ես նոր իշխանությունների հետ Նիկոլ Փաշինյանի իշխանությունից շատ լավ հարաբերություններ ունի։ Եվ ինքը սկսեց պատմել, թե ոնց է սկսել, մի քիչ կինովցած սկսեց պատմել, թե ոնց է սկսել իր բիզնես գործունեությունը։ Ասեց գնում էի բան, տունը ասում ունեի գունավոր պրինտեր, գնում էի խանութից առնում էի հողի արյուն գինին, բերում էի տուն,
Էտիկետկան փոկում էի, վրան կպցնում էի ուրիշ էտիկետկա սիրուն բան իմ ձեռով սարքած, ասում տանում էի խանութում հանձնում 3 անգամ թանկ, ասում եմ գինին ավելի շատ էր վաճառվում, քան այդ ասում հողի արենը։ Ես ճիշտ ասած մինչև հիմա չեմ կարող այդ ցնցումը հաղթարեմ, թե ոնց է այդ մարդը դառնա դեսպան։ Դեսպանի մտքով այդպիսի բան ասնելն է։ Ուրեմն այս արտաքին հարաբերությունների թեմայի մեջ է տեղավորվում Նիկոլ Փաշինյանի այցը Ղրղստան, որտեղ ինքը հայտարարեց, որ ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունների զարգացումը մտնում է Հայաստանի առաջնահերթությունների մեջ։ Եվ դա կարտահայտվի նաև կառավարության ծրագրի մեջ։ Իմիջիայլոց չմոռանանք, որ կառավարության նիստին էլ ասում էր, որ կառավարության նոր ծրագիրը պետք է մնա շարունակականության ժանրի մեջ։ Բայց այս շարունակականությունը այսպես եմ հասկանում, այն մեկը չէին կատարում, այս էլ չեն կատարում։ Հա, դե 21 թվականի կառավարության ծրագիրը բացես, այնտեղ հստակ սև ու սպիտակի վրա գրած է հապկի կազմում, հապկի հետ հարաբերությունների զարգացումը, որպես մեր Արցախն էլ կա, իհարկե, հա, չմոռանանք ինչ տեղի ունեցավ, ասենք հապկի անդամակցության հետ։ Հապկը աչքից լույս չի, ընդհանրապես, ես գիտեմ այդ կազմակերպությունը ինչի համար է սարքված, դա ռազմաքաղաքական Ռուսաստանի ռազմաքաղաքական ամբիցիաները սպասարկելու համար է նախատեսված իհարկե, բայց չմոռանանք, որ այս ամեն ինչը ինչ որ ուղղվում էր հապկին, հա, պետք է մի հատ առաջին հերթին կանգնեին հայելու մեջ իրենց նային։ Սահմանության 119-րդ հոդված, ես դրա մասին մի քանի անգամ խոսել եմ։ Հստակ ասում է Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման դեպքում կամ դրա սպառնալիքի դեպքում կամ վտանգի դեպքում ինչա պետք անել։ Առաջին հերթին հայտարարել ռազմական դրություն, կառավարությունը կոչում է հանդես գալիս ազգային ժողովը եւ այլն, հա, եւ կարող է հայտարարվել մասնակի կամ լրիվ զորավարակ։ Հիմա այդքանը չեն արել, բայց ուզում են Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման պատրվակով հապկ դիմեն կամ ներքաշեն, հիշում ես նաև ամիսներով վիճում են, թե ճիշտ հոդվածով են հապկի կանոնադրության ճիշտ հոդվածով են։ Իհարկե չեն կարդարացնում, բայց չարդարացնենք էլ նաև այս գործունեության այս ձևը։ Սկզբից քո անելիք արա, հետո հապկից բան պահանջի։ Սկզբից քո անելիք արա, հետո ԵԱՏՄ-ից բան պահանջի։ Ոչ թե գնա խորացրե ԵԱՏՄ-ի կամ Ռուսաստանի հետ տեսական հարաբերություններ չկդաժան։ Պարզա, որ Նիկոլ Փաշինյանը խոսում է ինչ-որ բաներ, որոնք չի անում։ Այ լրիվ հոյեսարև վիճակ էլի, լրիվ հոյեսարև վիճակ, այո։ Մենք Եվրոմիություն, օրենքը, օրենսդրական նախաձեռնությունը հրահրում եւ իմիջիայլոց ես քեզ ասեմ, այդ ստորագրահավաքի մասնակիցների շատերը դեռ միջև հիմա էլ ազնիվ մոլորության մեջ են, որ դա իրենց նախաձեռնություններ եւ իրենք վիզ են դրել եւ այլն։ Հələ թոբաթե չլիներ կամ լիներ այնպեսի վերաբերմունք այս օրենսդրական նախաձեռնության, ինչպիսին է Հայկվեի նկատմամբ էր։ Այո, ասենք շաբաթներով պարտավորությունը, ասենք տեղական ինքնակառավարման մարմիններում տարածք տրամադրելով այդ պարտավորությունը չի կատարում։ Տեղ կա, ասենք 3 շաբաթ հետո է ստորագրավակից ավարտից մեկ շաբաթ առաջ ընդամենը տեղ տրվել, այլ երկրորդ հարկում ինչ-որ միջանցքի ծայրում, հա։ Եվ ակնհայտ ասենք տարբերությունը վերաբերմունքի Եվրաքվեի նկատմամբ։ Բայց նաև ասենք Եվրաքվեի հետ կապված ասենք օրենք են ընդունում ապալ-թափալ միջալոց չմոռանանք, հա։ Այդ օրենքը ոչ մի բան չի ասում։ Այդ օրենքը ասում է ինչ որ մտադրության մասին, բայց ասենք ցանկացած օրենքը չէ, կառուցվածքով օրենք չի, իհարկե, որովհետև ցանկացած օրենք պետք է իրավական նորմեր սահմանի, հա։ Ինքը պետք է ունենա կատարման ձևեր, հա, իրականացման եղանակ, այդ թվում նաև օրենքը պետք է ունենա այդ օրենքը խախտելու համար նախատեսված պատիժ պատժամիջոցներ։ Ոչինչ չկա։ Դա մտադրություն է ինչ-որ մի, որը ազգային ժողովում դակվել ստացել է օրենքի անուն, բայց որևէ քայլ այդ ուղղությամբ, ասենք չի արվում։ Դա իմիջիայլոց հստակ է օգտագործվում բացառապես քաղաքական նպատակներով։ Եվրոպային ցույց տալու համար, որ մենք ձեզ հետ ենք, բայց իրականում այդպես չի, իրականում այս ԵԱՏՄ հայտարարություն ցույց է տալիս, որ այդ կամ-կամի քաղաքականությունը թակում արդեն մեր դուրը եւ այս
Եվրամիությունն էլ է սկսելու հանրակրվե պահանջել, որ եկեք մեծ հանրակրվե։ Իհարկե, բայց իմիջիալոց կենտրոնական դրական հանձնաժողովը արդեն այդ ԵՄ, ԵԱՏՄ հանրակրվեի նախաձեռնություն է բանել գրանցել։ Այդպիսի բան էլ կա, նախաձեռնությունը կա։ Բանալ գրանցել։ Հա, Գնացել են, որ առաջինը Նիկոլ Փաշինյանը ստորագրի։ Ես զարմանում թե ինչի չստորագրեց։ Պիտի առաջինը ինքը ստորագրի։ Իմիջիալոց ասում որ այս Եվրամիություն դեպի Եվրամիություն ձգտելու չգիտեմ անվան տակ այս վերջի մի 2 տարվա ընթացքում հնարավորինս ինչքան ասես եվրոպական արժեքներից հեռացել են այսօրվա իշխանությունները ինչքան ասես սկսած այդ միազնյա կառավարության միահեծան կառավարության չգիտեմ ազգային ժողովի դերի ինվերսիայով ավարտված Հայաստանի ժողովրդավարական, իրավական, սոցիալական ինքնիշխան պետություն լինելու մասին սահմանության հոդվածի բացարձակ ժխտման եւ այլն, ինչ ասես կարելի ասել։ Դե դա էլ մոտիվացիայից է գալիս էլի Իհարկե։ Այսինքն մարդիկ գիտեն, որ իրանք չեն մտնելու Եվրամիություն։ Իրանք ուղղակի ուզում են, ասենք, ինչ-որ վարկային միջոցներ եւ քաղաքական կռիչ։ Դե այն էլի Մյուս կողմից կա շատ լուրջ ենթադրություն, որ դա կազմակերպել է Ռուսաստանը Հայաստանում երկրորդ ֆրոնտ իր դեմ չբացելու համար, դրանով պայմանավորված Փաշինյանի ողջ Եվրամետությունը, ու ինքը Իմիջիալոց ողջ լինելն էլ է դրանով պայմանավորված Նիկոլ Փաշինյանը։ Մենք եվրոպական ենք եւ այլն, սա արդեն անցել է այստեղ երկրորդ ճակատի իմաստ չկա եւ այսինքն ինքը չի կարա լավ աշխատի եւ չգիտեմ դառնա Եվրամիություն, ինքը չի կարա չգիտեմ, շատ կարող այդ վիզաների ազատականացումը լինի եւ ՀԱՊԿ-ի հետ մեր հարաբերությունները հենց դա են ցույց տալիս, ինչ է նշանակում սառեցում։ Բանի սառեցում, ասենք դուրս արի ՀԱՊԿ-ից, ասենք հա, ինչ ես մնացել։ Հա, բայց հիմա գնաս օրինակ Բաղրամյան զորավարժարան, ասում եմ աշկովս տեսած, հա, այնտեղ Զորավարժանի, ասենք շտաբի դիմացը դեռևս կանգնած են 2015 թվականի կարծեմ ՀԱՊԿ զորավարժությունների անդամ երկրների դրոշական ծողերը։ Այդ ում վեժինա ինչ։ Հենց դեռ Ուզբեկստանն էլ այնտեղ է ցուցակում։ Եվ երկրորդ բանը այն է, որ օրինակ շատ լուրջ խնդիր է դա էլի։ Որ օրինակ ասենք քաղաքագետները, որ քաղաքական կուրս են սպասարկում, բանանում, հələ դա հասկանալի է, չէ՞, բայց հարցն է, որ տնտեսագետներն են քաղաքական կուրս սպասարկում։ Այսինքն օրինակ ինչ որ մարդիկ ասում են, որ ԵԱՏՄ-ն մեր ապրանքների բազմաթիվ բանի գներ բարձրացնում է, թանկացնում է, այլ ինչ որ մի մասը մենք մեր աչքով տեսնենք, որ ասենք ավտոմեքենաների մաքսազերծումը, չգիտեմ, դեղերի գինը թանկացավ, դեղերը թանկացան, ուրեմն տեխնիկան ասում են, որ դրա արդյունքում էլի է թանկացել եւ այլն, որը ես որպես սպառող սովորական քաղաքացի չեմ կարող իմանալ։ Բայց տնտեսագետները բաժանվում են ուրեմն երկու մասի, են դասական տնտեսագետները բոլորն են ռուսական բան, կողմնորոշում, կեցե Ռուսաստանը, կեցե ռուսական արտադրանքը եւ այլն, եւ երբ որ իրենք ասում են, որ ԵԱՏՄ-ն ձեռնտու ամենից պետքա մեզ եւ այլն, ի մեջ դե կասկած առաջ, որովհետեւ պարզա, որ իրենք ունեն քաղաքական շահ, այսինքն իրենք ոչ թե տնտեսությունից են խոսում, այլ քաղաքականությունից են խոսում։ Իմիջիալոց ասենք ԵԱՏՄ-ի 200 միլիոնանոց շուկան համեմատեցնենք եվրոպական 500 միլիոնանոց շուկայի հետ, շատ ավելի գնողունակ եւ շատ ավելի բան, բայց իհարկե շատ ավելի սատուրացված նաեւ էլի է։ Հիմա օրինակ ասենք Ռոբերտ Քոչանյանը դրա մասին խոսում է, ես դա հասկանում եմ, ինքը քաղաքական գործիչ է, ինքը Հայաստանի ապագան տեսնում է ռուսական դաշինքում, ռուսական բարեկամություն է, ծիրում եւ այլն, դա հասկանալ, բայց ասենք տնտեսագետները ոնց են այդպես տեսնում եւ բանան։ Եվ կամ էլ փորձում են շարը ցեռը մնալ։ Շատ տնտեսագետներ այս վերջերս սկսել են ուշադրություն դարձնել, թե ինչ վտանգներ եւ կորուստներ է բերում, ասենք ԵԱՏՄ եւ մաքսային միության մեջ լինելը, մանավանդ այս վերարտահանման մոլուցքի մեջ, որ մասնավոր շատ քիչ քանակով մասնավոր ընկերությունների շահույթի հաշվին կամ շահույթի պատճառով դժվար է Հայաստանի բյուջեն։
Մենք հիմա ավելի շատ մոծում ենք, քան ստանում ենք։ Հիմա դա ասել է նաև Նիկոլ Փաշինյանը, ասում է մենք ավելի շատ մոծում ենք, քան ստանում ենք, չէ՞, բայց նաև ասում է որ մեր առաջնահերթությունը խորացնելն է։ Ոնց։ 5 հատ հակասություն է, ասենք համ Եվրոպա, համ Դե լրիվ իր ոչի մեջ իհարկե, լրիվ իր ոչի մեջ։ Դա չգիտեմ, էլ ուղղակի ասենք ծիծաղելի մի հատ իրավիճակ է։ Ուրեմն այս շաբաթվա մյուս իրադարձությունը կարևոր այն էր, որ հետ պարբերականը մեր գործընկերները ուրեմն մի շատ հետաքրքիր հոդված հրապարակեցին։ Ականատեսի աչքերով, այո, թե ինչ տեսք ունի 25 օրյա, այսպես ասած, վարժական հավաքը։ Մասնակցի աչքերով ինչ վիճակում է գտնվում մեր բանակը։ Որտեղ ուրեմն նկարագրված էր, որ ինչ-որ բաներ լավ են, ասենք փամփուշտ կա, բայց զենք չկա, չգիտեմ։ Փամփուշտը այն զենքի համար չի, որ իրենց տվել են, էլի։ Այն զենքը, որ տվել են նորա, չգիտեմ, ժանգոթին զենք չեն տվել, բայց այդ զենքը յուղը չեն տվել մաքրելու, այո։ Որը ասենք էժան ինչ-որ մի բան է, որ զենքը Գիտես ինչքան էժան կոպեկանոց բան է, բայց օրինակ 20 թվականի կռվի ժամանակ էլ մեզ թողա յուղ էին տվել, էլի։ Չէին տվել։ Իսկ մենք բարձր լեռնային պայմաններում էինք ինչ-որ ժամանակ խոնավ, մառախող եւ այլն, եւ այո, ձենք ժանգոտում։ Յուղ չլինելու պատճառով։ Բայց այս իրականության մեջ ինչ-որ մի բան կա, գործ կա, որ ասենք յուղը չեն հասցրել բանին։ Այդ քրեական գործի մեջ այնքան բան չկա։ Հա։ Հիմա բայց դա պետությանը հասցվող բան է, վնաս է, ինչու մեկ ասենք այդ յուղը մոռացել է դնի կամ չգիտեմ փողը կերել է կամ յուղը խմել է կամ չգիտեմ ինչ արել այդ յուղը, բայց դա բերել է ինչ-որ նյութական կորուստի, մարդկային կորուստի, բանի հայրենիքի կորուստի։ Վերջում դա բերում է մարտունակության կորուստի, որը բերելու է մարդական առաջադրանք կատարելու ժամանակ արդյունքի նվազ արդյունքի կամ հակառակ արդյունքի։ Հիմա չգիտեմ, շատերը չեն հասկանում սա, իրենց թվում է, որ ինքնությունը դա միայն եկեղեցին է, միայն չգիտեմ, Կոմիտասն է, միայն Հովհաննես Թումանյանն է եւ այլն, եւ ասում են, որ չգիտեմ, ինքնության խնդիրը դասագրքերում է եւ այլն, բայց այդտեղ էլ կա ինքնության խնդիր։ Այսինքն, եթե դու գիտես, որ դու պատերազմող երկիր ես, դու պետք է պատրաստ լինես։ Ի վերջո, առաջնա գիծ ունես, մարտական դիրք ունես, որ այնտեղ զինվոր ես կանգնացրել, ու չես կարողանում կազմակերպել քո ուժերի ներածին չափով արդյունավետ կառավարումը բանակի, դա նշանակում է, որ դու ունես դեգեներատի ինքնություն։ Այսինքն, դու չես կարողանում, ասենք, 30 տարի շարունակ, ասենք, բետերի մեջից գողացող բենզինին ձեռքը բռնես։ Ու ասենք, կամ չգիտեմ, գեներալ, որը եսի ինչ անում, սերժանտ, որը ու ամեն մեկը իր չափով ինչ-որ բան է, չի անում։ Միջալոց հետքի գրածի հետ կապած շատ զավեշտալի էր, իսկապես էլի ողբերգական զավեշտալի էր գշպետ կոչվածի այցը, հապճեպ եւ հապշտապ այցը այդ դիրքերից մեկը, բլոգեր, այո, վիդեո բլոգերային այցը, եւ այդ դրա հետ կապված, ասենք, պաշտպանության նախարարության հաղորդագրությունը, որ վարժական հավաքի մասնակիցը իբր թե դիրքում առկա զենք զինամթերքի հետ կապված տեղեկությունները տարածել եւ իրենք նույն բանն էին անում, փաստագրված արդեն, վիդեոյով եւ այլն, եւ ակնհայտ էր դրա բեմադրված լինելը։ Ես չեմ տեսել դիրք, կամ չեմ պատկերացնում դիրք, որտեղ արկղի վրա գրված կլինի մի հատ էլ հայերեն տառերով, թե այդ արկղի մեջ ինչ փամփուշտ է, այդ արկղի վրա արդեն գրված է։ Բայց չեմ էլ պատկերացնում, ասենք, ինչի պետք է դիրքում փամփուշտը լինի արկղի մեջ, արկղով եւ արկղի մեջ։ Այդ փամփուշտ նշանակություն չունի էլ, եթե դու արկղի մեջ ես պահում այդ փամփուշտը։ Ինչքան փամփուշտ ստանում ես, պետք է բացես ինչ-որ միտեղ, ինչ-որ մի դասավորված ձևով, ապարզա դա ինչ պահպանման ժամկետի մեջ արդեն էլ չի մնում, բայց դու դրա առաջին կարիք ունես, այդ կռվի ժամանակ այդ կարիք չունես, էլ չպետք է գնաս փամփուշտի արկղը բացես կամ այդ բաները զոդած մետաղյա տուփը բացես, դրա վրա թանկարժեք ժամանակ կորցնես։ Եվ էլի նույն ձևի ասենք, փայտ կար, կացին չկար, դիզած փայտ տարան ցույց տվեցին, արգով զինամթերքը, որի վրա
այսպես բեմադրված գրված էր, ել չասած տարական ինժեներական փնթիության մասին, հա, որ ջարդած քարով, որ առաջի պայթյունի ժամանակ դառնալու է բեկոր եւ բազմակի այսպես ավելացնի խոցող ազդեցությունը պայթած արխի եւ այլն ջարդած քարով երեսպատած խրամատը կամ կզած հրակնատը եւ այլն հազար տարբեր բաներ ակնհայտ է որ այստեղ բաներ կան, ասենք հենց նույն իրանց այդ վիդեոբլոգի մեջ բաներ կան, որի համար իրենք պետք է պատժվեն։ Այդ թերացումները պետք է պատժվեն։ Ստորգետնյա կացարան են ցույց տալիս, ակնհայտ է որ ստորգետնյա կացարան ոչ մեկ չի մտնում։ Եվ վերգետնյա կացարան են ցույց տալիս առանց շաղախի պատերը, որ փուլ է գալու առաջին իսկ պայթյունից, մեջը գտնված մարդկանց գլխին։ Հանցագործություններ են սրանք այդ ամեն ինչը, ընդ որում ինքնախոստովանական, հա, որի մասին պիտի քրեական գործեր հարուցվեն հենց իրենց նկատմամբ։ Նու այդտեղ նաև այդ բանը, որ դեմքի արտահայտությամբ հպարտվել նայեք, ես ինչ քարից, ես ինչ ենք սարքում, առաջներում հողից էին սարքում եւ այլն, դա չգիտեմ, ապուշության գագաթնակետ։ Փնթի ապուշության գագաթնակետ։ Կամ ասենք գշպետը, որ թույլ է տալիս վերեն այդպես օգտագործեն ռեյտինգի, Սուրեն Պապիկյանի ռեյտինգի բարձրացման համար։ Միջից ասում այլ տեսանյութ էր տարածում գշպետը հերթական իբր հանդիպումներ ունենում ժամկետային ծառայողների, սերժանտների եւ այլն հետ եւ շենքի ներսում դահլիճում գլխին պատիվ էր առնում։ Դա այն տարական սպայական, չգիտեմ, այդ որ սա զորքը առանց գլխարկի կանգնած էր բնականաբար, հա, պատիվ առնելու կարիք էլ չուներ, բայց այս փնթիությունը եւ սպայական տարական բնաստ պետք է դառնա իրականում մարդու մոտ շենքի ներսում գլխին պատիվ չեն առնում։ Ընդ որում ասենք բերետով, որը որ չգիտեմ որտեղից է գտել էլի եւ ամեն անգամ տարբեր գույնի բերետով։ Հա ինչ որ տարբեր անհայտ է ինչ անհայտ ցակման համազգեստներով, հա։ Միջալուց այդ գշպետը այս վերջերս հանդիպել էր շակերտներով պետք է ասենք իհարկե, որովհետեւ գլխավոր շտաբի պետի հոտ չի գալիս այդ մարդու վրայից, էլի։ Հանդիպել էր Կարմիր խաչի կազմակերպության ներկայացուցիչների հետ, կողքը նստած են լրիվ տարբեր համազգեստով, հնգաթև աստղով ուսադիրներով, ինքը դգիտես ես նոր բաներ ենք, չէ, ուսադիրներ ենք հորինել։ Ու նայում ես, չես պատկերացնում, ես մարդիկ նույն կազմակերպության։ Ես ուսադիրների համար ուրախ եմ։ Ես չեմ կարող միանշանակ վերաբերվել, եթե ուսադիր ես փոխում, բոլորին է փոխի։ Հա, ոչ միայն գեներալներին, բայց կողքը նստած են, երկու կողքից նստած են այն հնգաթև աստղով ուսադիրներով մարդիկ։ Ինչը ամերիկյան ուսադիրներն են հնգաթև աստղով ասում քեզ։ Ուրիշ աստղեր են, բայց էլի հնգաթև աստղ է։ Դու գիտես չէ՞ որ միջև բանը, եթե չեմ սխալվում, միջև Յալտան սովետական բանակը բան չի ունեցել։ Երանկյուններ եւ շեղանկյուններ, այո։ Բաներ չի ունեցել։ Աստղեր չի ունեցել, այո։ Դա համարվել է բան բուրժուական բան եւ պատերազմի ժամանակ ուրեմն մի այդպես հին օրենքով գող կար, որը հետո գրող էր դարձել վեբ ունի դրա մասին, որ գալիս է իր առաջին դատվածության մասն է գրում, ոնց է եղել, գալիս մտնում է կրկես, տեսնում է, որ Ստալինի արցեն նկարն է կախված, ու նկարի վրա ավելացրած են լինում գեներալ Սիմուսի բաները, ուսադիրները, ինքը 14 տարեկան տղա է կարծեմ լինում, կամ 15 անչափահաս է լինում, էլի մոտավորապես եմ հիշում, թքում է նկարի վրա, որ Ստալինն էլ բան արեց, բուրժուական բանով դավաճանեց կապիտալիստներին, իրեն դատում են, ու փորձում են ծնողների վրա բան անեն, որ ծնողների ազդեցության տակ է եղել այդ ամենը։ Ու բայց չեն կարող ապացուցել, որտեղ դա ինչ բնական բան է եղած լինում, էլի երեխայի քայլ է լինում։ Եվ բայց չեն կարողանում նաև գնդակահարեն բան անեն, որտեղ անչափահաս է լինում, բայց անչափահասների բանը նստում է, դա լինում է իր առաջին դատվածությունն է։ Ես այդ պատմությունը այդտեղից գիտեմ։ Ուրեմն մյուս կարևոր թեման է շաբաթվա աննախադեպ բան, որ կաթողիկոսը եւ ողբերգական իրականում ամենայն հայոց հայրապետը
գնացել է դատարան, բայց փառք Աստծո, այս առաջին դատը չի ստացվել եւ դատավորը ինքնաբացարկ հայտնեց։ Դե սրա հետ կապված հետաքրքիր դիտարկումներ կան իհարկե։ Դատավորը ինքնաբացարկի պատճառաբանությունը իհարկե մի կողմ դնենք, բայց այն որ գործով դժոխք ճանաչված այլևս կարգալույծ Արման Սարոյանը դատարան դալիճ մոտ գործեց դատավորի համար նախատեսված մուտքից։ Եվ այստեղ ակնհայտ է որ նույնիսկ գիտե դատավորը ինքը իր վերաբերմունքը հայտարարեց այս գործի նկատմամբ, դատարանը միևնույնն է մնում է քաղաքական իշխանության շահերը սպասարկող։ Չի կարող այլ բացատրություն լինել սրա։ Ես ճիշտ ասած սրա մյուս կողմն եմ ուզում բանանեմ, ներկայացնեմ ուշադրությունը մարդկանց հրավիրեմ, որ իհարկե սա խուլիգանություն է, իհարկե սա խուլիգանություն չի։ Սա սահմանադրական կարգի տապալում է իրականում։ Սա խուլիգանություն չի։ Սա սահմանադրական կարգի տապալում է, սահմանությամբ նախատեսված կրոնական կազմակերպությունների անկախության եւ անջատության եւ պետության նրանց գործերին չմիջամտելու հոդվածների եւ օրենքի խախտում։ Բայց դա սահմանադրական կարգ չի։ Սահմանադրական կարգը իհարկե։ Իհարկե սահմանադրական կարգը։ Պետությունը անջատ է եկեղեցուց եւ այլ կրոնական կազմակերպություններին։ Չէ, ի վերջո դե այս ամեն ինչը մանրամասն վերլուծել էին, նույնիսկ արհեստական բանականության գործիքներով դրել մանրամասն վերլուծել էին։ Ակնհայտ լիազորությունների բանա չարաշահում է, եթե ինքը ավել գործողություն, քան իրեն նախատեսված է։ Բայց դա կարգ չի փոխում։ Չէ, պետության կողմից է եւ կարող է ես չեմ հասկանում, եւ դատարանի կողմից է, նույնիսկ դատարանի կողմից։ Իր իրավասություններն գերազանցել, ոչ թե չարաշահել, այլ գերազանցել է դատարանը իր իրավասությունները։ Իմիջիայլոց չմոռանանք, Միքայել Սրբազան Աչապահյանի հետ կապված դատը, վերաքննիչ դատարանը առ ոչինչ համարեց այդ առաջին ատյանի դատարանի որոշումը եւ այն պատճառաբանությամբ, որ այդ դատարանը իրավասու դատարան չի եղել։ Այն ինչի մասին պնդում էին Միքայել arczepiskopos Աչապահյանի պաշտպանները, բայց արդյունքն եղել է, որ մարդը եկեղեցու բարձրաստիճան սպասավորը 1 տարուց ավելի զրկված եղել ազատությունից, սկզբից ԱԱՑ-ի մեկուսարանում, հետո տնային կալանք եւ այլն, այդ ամեն ինչը, բայց անվերադարձ եւ անդառնալի եւ անվերականգնելի հետևանքներ ունեցել այդ ոչ իրավասու դատարանի կայացած որոշումը։ Նույնը իմիջիայլոց ես կարծում եմ, որ լինելու սրա հետ։ Արդյոք այն դատարանը, որը որ կայացրել է որոշում եւ հայցի ապահովումը ընդունել, պահելով կարգալույծ արված եպիսկոպոսին Մասեցոտն թեմի առաջնորդի պաշտոնում, իրավասու դատարան է եղել։ Արդյոք ինքը իրավասու էր այդ որոշումը կայացնել։ Չի եղել։ Ակնհայտ է, որ չի եղել, որովհետև Հայաստանի Հանրապետության սահմանությամբ եւ օրենքներով պետությունը իրավասու չէ միջամտել կրոնական կազմակերպությունների ներքին գործերին։ Իսկ թեմի առաջնորդին պաշտոնից նշանակել կամ հանելը դա Գերագույն հոգևոր խորհրդի միանձնյա եւ բացառիկ իրավունքն է։ Չէր կարող այդ դատարանը անել կայացնել այդպիսի որոշում։ Այն էլ հայցի ապահովման միջոց կիրառել։ Այդ առումով ես քեզ հետ լրիվ համաձայն եմ, պարզա որ դատարանը իրավունք չունի մտնելու եկեղեցական բանի մեջ, բայց մյուս կողմից էլ պարզա որ միշտ դատարանները ենթարկվել են քաղաքական իշխանությունը, չէ՞։ Ուղղակի քաղաքական իշխանությունը դա մի դեպքում կարողացել է դա այտենց չերևացող ձևանի, սխցնի, համոզի, չգիտեմ։ Քողարկի, ինչ ձև փաթեթավորի այո։ Իսկ Նիկոլ Փաշյանը դա բացահայտ եւ անթակույց ձևով է, չգիտեմ, գրում է դրա մասին, լայվ է մտնում ես։ Բայց միևնույն ժամանակ ակնհայտ է, որ խոսքը այստեղ վեհապար հայրապետը եւ այդ 6 եպիսկոպոս arczepiskoposները չեն։ Դրա մասին չի գնում։ Խոսք գնում է հայ առաքելական եկեղեցու վրա անթակույց եւ բացահայտ հարձակման մասին։ Ես մի կողմից
գիտեմ, որ հնարավոր չի դիմադրել պետության այդպես, եթե պետությունը ամբողջ բանով գործիքա կազմով ինչ-որ մեկով ուզում է զբաղվի, հետ խորհրդային տարածքում չկա այդպիսի մարդ, այդպիսի կառույց եւ այլն, որ կարողանա դրան դիմադրել։ Ու այդ առումով դա շատ վտանգավոր բան է, որովհետեւ եթե իշխանությունը հայտնվում է ինչ-որ անհավասարակշիռ մեկի ձեռքում եւ այլն կարան անդառնալի բաներ լինեն, եւ երկրորդը, օրինակ մենք հիմա զուտ ասենք քաղաքական սպանություններ չենք տեսնում, որտեվ Նիկոլ Փաշինյանը դրա հրանգը չի տալիս։ Բայց եթե ինքը տա դրա հրանգը, կտեսնենք ինչ-որ դժբախտ պատահարներ։ Քաղաքապետարյաններին տեսնում ենք դժբախտ պատահարներ։ Միջալոց քաղաքական սպանություններ չի կարելի ասել, որ քաղաքական սպանություններ չեն եղել արդեն։ Կասկածելի բաներ, բայց եթե ինքը հրահանգի, որ չգիտեմ, այս արեք եւ այլն, ինձ ուստայն որ քաղաքական մահեր արդեն մենք տեսել ենք։ Բան անել են։ Մյուս կողմից ես ուզում եմ ուշադրություն հրավիրեմ նրա վրա, որ ընդդիմությունը, որը քաղաքական բան է, ինստիտուտ է, ինքը մասնակցեց այս կաթողիկոսի դատին ոչ իրավական ու քաղաքական բաներով, այլ կրոնական բաներով, որպես իհարկե իրենք հավատացյալներ են, որպես անհատ անձինք, այո, եւ անհատ հավատավորներ, այո։ Խոսքը չպիտի լիներ բանի։ Օրինակ, ասենք նույն այդ դեպքը, որ կաթողիկոսը չի օրհնում խորհրդարանը, չէ՞։ Հիմա դա ու սա էլ որպես դրա շարունակություն։ Դա քաղաքական արտահայտություն այդտեղ արվեց իհարկե։ Դա ինչ պիտի լինի։ Դա պետք է էսկալացիա լինի, չէ՞, եւ մարդկանց ընդվզում առաջանա։ Եթե մարդկանց ընդվզում չի առաջանում, իրենք ուղղակի գրում են, որ կամ ինչ-որ սրամիտ բաներ են ասում, բա ուրա կաթողիկոսը կամ չգիտեմ, նախատում են կամ բան, բայց ոչ ոք դրան չի արձագանքում, դա հակառակ բանն է նշանակում։ Դա նշանակում է, որ ուրեմն կաթողիկոսը իր տեղում չի, կաթողիկոսը ժողովրդի աջակցություն չունի կամ չգիտեմ ինչը, հակառակ բանի է դա բերում։ Տպավորությունը ստեղծում է։ Այո, եթե դու քո պարտականությունը չես կարողանում կատարել ու վատ ես անում ու դա ստեղծում է հակառակ պատկեր, նշանակում է դու քո տեղում չես։ Հիմա տվյալ դեպքում մենք տեսնում ենք, որ քաղաքական էսկալացիա կաթողիկոսի դատի վրա տեղի չի ունենում եւ շատ հավանական է, որ այսպես ասենք կաթողիկոսը մնա օդում։ Դե ես դրա բացատրությունն եմ, որ մի կողմ քաշվեն, այդ դատին ոչ ոք չի։ Իրականում ընդդիմությունը դեռևս այսպես ինստիտուցիոնալ ընդդիմություն չի դարել։ Չկա։ Չէ դառնում, Չէ դառնում հենց այդ հարցը, բայց հուսով եմ, որ ինչ-որ մի ժամանակ դա կփոխվի, հուսով եմ։ Ես նորից ուզում եմ գամ այդ բանին, էլի, որ մենք անցած անգամ խոսեցինք քաղբանտարկյալների մասին, չէ՞, որ էլի ու սա էլ է շաբաթվա թեմաներից է, որ Արայք Հարությունյանը այսպես հարց տվեց, թե Անդրանիկ Թևանյանին քաղբանտարկել համարում եք իբր բան հարցը տալիս էլ այդպես ծաղրականը։ Իհարկե, եթե ընտրապայքարում մարդը մասնակցում է ընտրապայքարի, երկրորդ համարն է մի ուժը, որը որոշում է խորհրդարանի կազմը, եթե ինքը ասենք այդ ուժը հավաքի, ասենք մի 10% ընդհանրապես դուք զրկվում եք բանից, իշխանությունից եւ այլն, ու այդ ամենաթեժ բանը պարզվում է, որ ինքը, չգիտեմ, լրտեսը ագենտ է, ես ինչ, բայց լրտեսը ագենտը ինքը չպիտի մասնակցեր ընտրություններին, իրեն չպիտի գրանցեիք, դուք չեք հասկանում ով է մասնակցում ընտրությանը, ով ինչ բան ունի, եթե ինքը ունի իրավունք մասնակցելու ընտրությանը, մասնակցում է ընտրությանը, սկսում է հավաքել ավելի շատ բան, հեղինակություն եւ առաջանում է իշխանապողության ռեալ վտանգ, ու դուք այդ պահին իրան բռնում եք, ասում եք ինքը ագենտ է եւ այլն, դա քաղաքական դա քաղբանտարկել։ Շատ էլ որ Եվրոպան ձեզ թույլ է տվել, որ ռուսամետ գործիչներին կարեք բռնեք։ Իմիջայլոց ասեմ, քաղբանտարկել, այո։ Բայց դա էլ դա պարի դա времени, ինչպես ասում են ռուսները, ինչ-որ մի պահի դա ձեր դեմ աշխատելու է։ Սա անկերպով եկան քաղբանտարկյալի թեմային, որ մենք ավանդաբար ավարտում ենք մեր ոդկասթը։ Ուրեմն երկու ցցուն դեպք տեղի ունեցավ այս շաբաթ։ Մեկը արդարացվեց Կարապետ Պողոսյանը, որը
ամիս ձերբակալված էր։ Ես մոռացել էի դա։ Այո, Ու բոլորը մոռացել էին իր մասին։ Ես չեմ մոռացել։ Հա, մենք հիշում ենք, ես բարբերում եմ հիշում Կարապետ Ես էլ Պողոսյանի չեմ մասին, այո։ Ուրեմն Կարապետ Պողոսյանը արդարացվեց, բայց նրա բանտում անցկացած 2 ամիս էլի մեկը ոչ ոք չի վերադարձնելու։ Հա, եւ սա մի դեպք չի։ Սա անընդհատ է տեղի ունենում եւ երկրորդ բանը, որ տեղի ունեցավ, Ավետիք Չալաբյանի մասով եղավ քննչական կոմիտեի երկրորդ հայտարարությունը, որ նախ քննությունը ավարտվել եւ մեղադրական եզրակացությունը ուղարկվել է դատախազին։ Իմիջիալոց սովորաբար այդպիսի հայտարարություններ արվում է դատախազությունը, որ մեղադրական եզրակացությունը հաստատվել եւ ուղարկվել է դատարան, բայց ինչն էր հետաքրքիր, այսպես ասած, որ քննչական կոմիտեի երկու հայտարարությունները, մեկը Ավետիք Չալաբյանի ձերբակալության եւ դրա հիմքերի մասին, մյուսը նախաքննության ավարտի եւ ձեռք բերված փաստական տվյալի մասին, էական տարբերություն կար դրանց մեջ։ Մի դեպքում, առաջին դեպքում, առաջին մասը ձերբակալության եւ կալանքի հետ կապված, մայիս ամսին արտասահմանում տեղի ունեցած ինչ որ հանդիպումներ էին մեջբերվում եւ այլն եւ ձայնագրությունը վերագրվում էր այդ մայիս ամսին տեղի ունեցած հանդիպումներին։ Իսկ նախաքննությունը ավարտի հայտարարության մեջ փետրվար ամսին, փետրվարի 4-ին կոնկրետ Երևանի սրճարաններից մեկում, բաց սրահում տեղի ունեցած հանդիպման մասին էր խոսք գնում, որի ժամանակ պարզ է, որ ոչ մեկից չի թաքնվել, հա, ոչ մեկի հետ այսպես գաղտնի բանակցություններ կամ գաղտնի խոսակցություններ չի վարվել, հա, եւ ընդ որում այդ օրվա դրությամբ ընտրությունների մասին դեռևս հայտարարված չէր։ Հասկանանք, որ չկա դեռ ընտրություններ հայտարարված։ Կա ինչ-որ հանդիպում ու պարզան նաև ասենք, որ ձայնագրությունը, որ ներկայացված է, մոնտաժված է, չնայած հաղորդագրության մեջ նույնպես ներկայացվել, որ ձայնագրության իսկությունը պարզվել է։ Եվ պարզ է իրենք են ձայնագրել, որովհետև ակնհայտ ասենք, որ չկա Երևանում մի սրճարան, որտեղ չկա այդ պայն նստած մի գործակալ կամ տեղադրված աշխատող մի ժուչոկ էլ է, չկա։ Հիմա սա օրինակ ասենք հաղորդագրությունը եղավ, չգիտեմ, տարածվեց եւ այլն օգտագործվեց քաղաքական բաներով։ Հիմա սրան զուգահեռ մի հատ էլ բան տեղի ունեցավ, որ էլի բան է, որ Արայիկ Հարությունյանն էլի նույն, այդ որ ԿՊ-ն միաձայն Բագրատ Սրբազանին ասում են ահաբեկիչներ, ես այլն, ասում է բանը, անկարգությունների կազմակերպիչ։ Հիմա ով պիտի պատասխան տա այդ որ դուք մեղադրում եք ահաբեկչության կազմակերպելու մեջ։ Բայց նախ մեղադրական բանը իհարկե ոնց որ թե չի փոխվել այդ մեղադրանքը, բայց արդեն իրենք հասկանում են, որ այդ ակտուալությունը կորել է, այդ հնչողությունը կորել է, եւ հիմա փորձում են մեղմել, չգիտեմ ինչ անել եւ այլն։ Դե միջալոց այնտեղ է դատում հետաքրքիր եւ այսպես absurd բաներ են տեղի ունենում։ Իմ ընկերներից մեկի տնից տարել են եկել խոզարկությամբ հավաքել են ոչ միայն օրինական զենքերը, հա, այլ նաև կանխիկ գումար, ընտանիքի անդամներին պատկանող զարդեր եւ այլն, ու բերել են այդ զենքերը ներկայացնում են դատարան որպես ապացույց, փողել են ծախսել փորձաքննության վրա, ու այդ ընկերս ոչ մի կարգավիճակ չունի այդ գործով, ոչ վկայի, ոչ մեղադրյալի պատկերացնում ես։ Ես էլ եմ այդպեսի մարդի ճանաչում, ում զենքերը վերցրել են, ինքը բայց գործում չկա։ Հա։ Абսուրդ է։ Հիմա մյուս սրա եթե բան անենք էլի, շարունակենք այս թեման, ուրեմն պետությունը քաղաքական շահ սպասարկելու համար ինչ որ գործիչների վարկաբեկում է։ Տանում է հաղորդագրություններ, չգիտեմ ինչեր եւ այլն, հետո այդ մարդիկ արդարացվում են կամ դուրս են գալիս եւ այլն, բայց դա համազոր չի այն տեղեկատվական գրոհին, որ տեղի ունենում բանից առաջ, չէ՞։ Իհարկե։ Հիմա ով պիտի դրա պատասխան տա։ Ու այստեղ մի հատ ուրիշ ավելի կարևոր խնդիր կա։ Դատախազությունը, քննչական կոմիտեն եւ այլն, իրենք իրավապահ բաներ են։ Համակարգի մաս են կազմում։ Իրենք PR գործիքներ չեն, իրենք քարոզչական գործիքներ չեն, իրենք համակարգ ԳՇՊ-ը
կոնկրետ պաշտոն է, կոնկրետ լիազորություն է։ Սահմանադրական պաշտոն է Ինքը միջելուց խոսնակ չի, բլոգեր չի, չգիտեմ ինչ չի։ Հիմա որ ասենք վարչապետը խմբագիր է։ Ինքը տեսնում է միայն լրատվական կողմը դրա ու այդ ամեն ինչը օգտագործում է լրատվության համար։ Այդ նույնն է, ոնց որ ինքը լիներ գյուղացի, գշպետին տաներ իրենց տան Բոստոնը փորելու։ Ասենք Ասերյանը գներ, ասենք իրիկունները կառավարական ամառանոցի հետև, ասենք կարտոշկա ցաներ, չգիտեմ ինչ աներ, բիբարը ավակեր։ Ես շատ հույս ունեմ, որ դա այդպես չի։ Պես կավա։ Բայց չի բացառվում։ Բայց հիմա ոնց անել, որ կառույցը համակարգ, ոչ թե մարդը, չգիտեմ, կառույցը, ասենք քննչական կոմիտեն, չդառնա H2 կամ H3, H2 կա լավ, ինչ որ քարոզչական, տեղեկատվական բան չդառնա, ինքը հասկանա, որ ինքը իրավապահ համակարգ է, ինքը իրավունք չունի մարդուն բան անելու, վարկաբեկելու կամ ինչ անելու, կամ էլ եթե այդ հաղորդագրությունը արել է, եթե այդ մարդը արդարացվում է, քննչականի պետը, ասենք, ազատվում է աշխատանքից։ Իր կարիերայով պատասխան է տալիս։ Կամ էլ պետք է ապահովի, որ գնա այդ որտեղ որ այդ հաղորդագրությունը եղել է, այդ խմբագրություններին փոխ տասի խնդրեմ սրա նույն տեղում, նույն ձևի այս հակառակն է դրեք։ Կամ էլ ինքը ազատում է։ Եթե մի հատ այդպեսի ազատում լինի, մի հատ պատասխանատվություն լինի, էլ այդպեսի բան չի լինի։ Դեպս դե մենք գիտենք, էլի ազատումներն ու նշանակումները ինչ եղանակով են կատարվում։ Հա դե հազիվ կադր է ճարում, որ նշանակի ինչ բանի պետք կամ դա ակնհայտ է։ Ուզում եմ ասեմ, սա ավելի լուրջ խնդիր է։ Իհարկե, սա համակարգային խնդիր է Եվ եւ այդ ընդհանուր առմամբ, այո։ ժամանակ էլ կար։ Հա, իհարկե։ Մարտի 1-ը հիշեցինք, մարտի 1-ին, ասենք H1-ը բաներ ցույց տալիս։ Չլրագրության մաստեր կլաս էր ցույց տալի, որ ասենք այսին Սասունից այս թևերը ոլորած բան, լճակի հատակին ինչ որ բազենքեր էր պահում, էսի ինչ բաներ էին ցույց տալիս, էլի, որը էլի խնդալու էր։ Բայց հույս ունենք, որ մենք կկարողանանք բան անենք, էլի, ստեղծենք մի օր իրավապահ համակարգում իրավագիտակցության մակարդակը կբարձրանա։ Այո, որտեղ իրականում չկան մեծ հաշվով չկան լավ ու վատ մարդիկ, կան վատ գծված համակարգեր։ Ու մեր ժողովուրդը աչքի ընկնում համակարգ ստեղծելու անկարողությամբ։ Ու դրա համար մենք ունենք բժիշկներ, բայց չունենք բժշկություն, ունենք գիտնականներ, բայց չունենք գիտություն։ Մենք ոչ թե համակարգում ենք, այլ համակերպվում ենք։ Հա, մարդիկ են, մոգեր են, չգիտեմ, քուրմեր են, եսի ինչեր են եւ այլն, բայց այդ համակարգը չի աշխատում։ Այս տխուր նոտայով, բայց ես ասեմ, որ այդ խնդիրը գիտակցվում է, դա իհարկե գործի կեսն է։ Այդ դրա հետ կապված մի հետաքրքիր անեկդոտ էլ կա, ասում է դիագնոստիկան հիմա այնքան է զարգացել, որ աշխարհի երեսին առողջ մարդ չի մնացել, բայց ավելի լավ է դիագնոզը ճիշտ անես, որովհետև դա բերելու է լուծումներին։ Այո։ Ուրեմն լավ նոտայով ավարտենք մեր այսօրվա հաղորդումը։ Տխուր, բայց լավ նոտայով։ Այո։ Սիրելի հետևորդներ, շնորհակալություն, որ հետևում եք մեզ, շնորհակալություն, որ այդ, չգիտեմ, զանգակի, բթամատի եւ այլ այդ կոճակները սեղմում եք, subscribe եք լինում մեր հաղորդմանը։ Շնորհակալություն, կհանդիպենք մի շաբաթ։ Ցտեսություն։